Յուրաքանչյուր աշակերտի համար քննությունների բարեհաջող հանձնումը չափազանց կարևոր է։ Ինչպես ամեն ինչ, քննություններն էլ ընթանում են որոշակի կարգ ու կանոնով։ Այս ընթացքում յուրաքանչյուր աշակերտ ունի իր իրավունքներն ու պարտականությունները, որին էլ մենք կանդրադառնանք այսօր։ Իդեպ նշենք, որ թե ավարտական, թե միասնական ու թե ընդունելության քննությունների կարգն ու կանոնը նույնն է։ Պետական ավարտական քննությունների ժամանակահատվածը ընդգրկում է հունիսի 1-ից մինչև 24-ը։ Նախքան կսկսեն քննությունները, հաստատության տնօրենը կազմում է քննությունների ժամանակացույցը եւ տեղեկացնում այդ մասին նախարարությանն ու լիազոր մարմնին։ Քննություններին կարող են մասնակցել նախարարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչները։ Ավարտական եւ պետական ավարտական քննությունները ամբողջ ընթացքը կարգավորված է նախարարի 2016-17 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման եւ անցկացման մասին հրամանով։ Բոլոր հարցերը կարգավորված են, թե աշակերտը ինչ իրավունքներ ունի քննությունների ժամանակ, ինչ պարտականություններ ունի, եւ եթե աշակերտը այդ կարգին չի ենթարկվում, ապա կան նաև համապատասխան գործողություններ, որոնք իրականացնում են քննություն ընդունողները։ Սովորողի կողմից քննության ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված սովորողին քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով հեռացնել քննասենյակից։ Քննասենյակի եւ խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող աշակերտի համարը եւ հեռացման պատճառը։ Եթե աշակերտը քննության ժամանակ արտագրում է կամ ընդհանրապես կարգը խախտում է, ապա այդ աշակերտը զգուշացվում է քննության կազմակերպչի կողմից։ Երկրորդ անգամ նույն սխալը կամ երկրորդ անգամ կարգը խախտելու դեպքում արդեն աշակերտը հեռացվում է քննությունից։ Հեռացնելու դեպքում աշակերտից վերցվում է քննական թերթիկը, որին գրվում է հեռացված է եւ աշակերտը հեռանում է։ Դուրս է գալիս քննասենյակից։ Հնարավոր է նաեւ, որ աշակերտը բողոք ներկայացնի որևէ կազմակերպչի կողմից որևէ քայլի նկատմամբ, ասենք անհիմն հեռացնելու կամ անիմաստ նկատողություն տալու համար, նման դեպքերում աշակերտը իրավունք ունի բողոքել մինչև քննասենյակից դուրս գալը։ Եթե արդեն աշակերտը քննասենյակից դուրս է գալիս, արդեն բողոքելու այդ իրավունքը չունի։ Մինչև քննասենյակից դուրս գալը իրավունք ունի բողոքելու, նման դեպքերում արդեն կանչվում է քննասենյակի եւ կազմակերպիչը եւ պատասխանատուն եւ քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցած հարցը քննվում է եւ կայացվում է համապատասխան որոշում։ Աշակերտը հեռացվելուց կամ քննությունը անբավարար ստանալու դեպքում կարգով թույլ է տրվում եւս մեկ անգամ, ավելի շուտ տրվում է շանս, այսպես ասենք, եւս մի անգամ այդ քննությունը հանձնելու։ Այդ քննությունները հանձնվում են ուրեմն հուլիսի 2-ից 12 ընկած ժամանակահատվածում։ Ընդհանրապես դպրոցներում համարյա թե չի լինում, որ չներկայանան աշակերտը քննությանը, բայց չներկայանալու դեպքում դարձյալ օգտվում են նույն օրենքից, այսինքն լրացուցիչ քննությունների ժամանակ հուլիսի 2-ից 10 ընկած ժամանակահատվածում աշակերտը իրավունք ունի նորից ներկայանալ տվյալ քննությանը եւ կրկին հանձնել քննությունը։ Քննության ավարտից 20 րոպե առաջ քննասենյակի պատասխանատուն սովորողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա եւ հիշեցնում առաջադրանքների պատասխանները համապատասխան ձևաթղթերի վրա անցկացնելու մասին։ Քննության համար նախատեսված ժամանակի ավարտին սովորողը հանձնում է իր առաջադրանքը եւ ստորագրում իր անվան դիմաց։ Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել եւ ստորագրելով իր անվան դիմաց դուրս գալ քննասենյակից։ Քննության համար հատկացված ժամանակի ավարտին կազմակերպիչները սեղաններից հավաքում են քննական թեստերը։ Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում։ Չի թույլատրում բջջային օգտագործել նախորոք մինչև քննասենյակ մտնելը, լինում է սեղան ավելորդ իրերի համար սահմանված, որտեղ աշակերտը արդեն իր բոլոր ձեռքին ունեցած ավելորդ իրերը դնում է այդ սեղանին, գնում է նստում իր հատկացված տեղը։ Քննությունը հանձնելուց հետո ժամը 2-ին արդեն սկսվում է պատասխանների ստուգումը։ Ստուգման արդյունքները փակցվում է դրսում համապատասխան հատկացված տեղում եւ աշակերտները հաջորդ օրը ստուգելուց հետո
եթե համաձայն չեն իրենց ստացած գնահատականներին, իրավունք ունեն բողոքարկելու։ Բողոքարկելու դեպքում արդեն համապատասխան հանձնաժողով է ստեղծվում եւ քննվում է հարցը, վերցվում է աշակերտի գրավորը, նորից է ստուգվում եւ եթե ճիշտ է ստուգված, պատասխան է տրվում աշակերտին, դրական թե բացասական։ Դպրոցում պետական ավարտական քննություններին հետևելու հնարավորություն չունեն, դա այդ հետևելու հնարավորությունը տրվում է միասնական քննությունների ժամանակ, այդքան հնարավորություն դպրոցը չունի դա կազմակերպելու համար, սակայն ոչինչ չենք բացառում, եթե ծնող որևէ ծնող հանկարծ ցանկություն հայտնի նայելու, այդ երևի կարող ենք մենք ստեղծել նման իրավիճակ, որ ծնողը հետևի նայ տեսնա։ 10-ից 12-րդ դասարանների սովորողների բացակայությունների մասին տեղեկատվությունը հաստատության տնօրենի կողմից ներկայացվում է նախարարություն։ Որևէ կիսամյակում ավարտական դասարաններում 120-ից 200 ժամ բացակայության դեպքում սովորողի կիսամյակային գնահատականները չեն նշանակվում, անկախ ընթացիկ գնահատականների առկայությունից։ Ուսումնական տարվա ընթացքում ավարտական դասարաններում 120-ից 200 ժամ բացակայության դեպքում բոլոր առարկաների տարեկան գնահատականները որոշվում են լրացուցիչ քննությունների եւ ամփոփիչ ստուգողական աշխատանքների միջոցով։ Աշակերտին չի թույլատրվում մասնակցել քննությանը, առաջինը, եթե տվյալ առարկայից, պետական ավարտական քննության տվյալ առարկայից ինքը ունի արդեն տարեկան անբավարար գնահատական։ Այստեղ էլ կան հարցեր, եթե այդ քննությունը մեկ առարկայից է, ապա թույլատրվում է լրացուցիչ հանձնել, իսկ եթե 3 եւ ավելի առարկաներից է անբավարար գնահատականը, ապա աշակերտը կրկնում է տվյալ տարվա դասընթացը կամ ինչպես առաջ էինք ասում, մնում է նույն դասարանում։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք մտավոր հետամնացություն ունեցող աշակերտները ազատվում են գիտելիքների ստուգումից ավարտական եւ պետական ավարտական քննություններից, նրանց տրվում է հավաստագիր պետական նմուշի ավարտական փաստաթուղթ առանց քննական գնահատականների։ Ատեստատները տրվում է պետական ավարտական քննությունները լրիվությամբ դրական գնահատական ստանալու դեպքում։ Շատ կարճ ժամանակահատվածում, որովհետև դա վերջացնելուց հետո մենք արդեն համապատասխան գրությունները ուղարկում ենք, ներկայացնում ենք պահանջող փաստաթղթերը, ներկայացնում ենք արդեն կրթության բաժին, նախարարություն, որից հետո արդեն հայտ է ներկայացում Հայաստանի Հանրապետություն, այնտեղ մենք ատեստատները ստանում ենք Հայաստանի Հանրապետության կրթության նախարարությունից արդեն անուն ազգանունը գրանցած վիճակում։ Այդտեղ ընդդեղից ատեստատը, որ մենք ստանում ենք, արդեն տվյալ շրջանավարտի անուն ազգանունը կա գրած։ Մնացածը լրացնում ենք մենք տեղում։ Այսօր այսքանը, ցանկանանք, որ մեր շրջանավարտները բարեհաջող հանձնեն իրենց քննություններն ու հետագայում օրինապաշտ ու իրենց պետությանը պիտանի մարդիկ դառնան։ Մինչ նոր հանդիպում։